Նագրում Տիկին Թոմասյան, ես մի դեպք եմ ուզում հիմա պատմեմ, այսօր առավոտյան ուրեմն ինձ զանգահարել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի մի բնակիչ եւ ինչա պատմում այդ բնակիչը, հիշում եք, որ անցած շաբաթ կարկուտը ամբողջապես վերացրեց տարբեր բնակավայրերի Հայաստանի Հանրապետության, այդ թվում Արարատի մարզի եւ մասնավորապես հիշում են քաղցրաշենցիները բողոքի ակցիա արեցին, Նիկոլ Փաշինյանի հասցեին ինչ ասես ասեցին հեծանիվդ քշելու փոխարեն գնա քո ուրեմն ժողովրդով քո խնդիրներով զբաղվի, իսկ 3 առաջի օրվա սելավը այսպես սրբել տարել է Քաղցրաշենի բազմաթիվ խաղողի այգիներ եւ ինձ զանգող քաղաքացին ասում էր, որ իմ աղջկա խաղողի այգիները եւս ամբողջությամբ սրբել տարել է եւ գիտեք ինչ ասեց, ես վստահ եմ, որ մեզ հիմա նաեւ լսում են Քաղցրաշենի բնակիչներ, ասեց Տիկին Զոհրաբյան, ես մտածում եմ, որ այն ինչ կատարվում է հիմա Քաղցրաշենի մեր բնակավայրերի հետ, դա Աստծո անեծքն է, դա եռաբլուրի պատիժն է մեզ, հարցրեցի ինչու, ասեց, որովհետև մենք ոչ միայն 18-ին սեղաններ գցել էինք Նիկոլ Փաշինյանի համար, այլ նաև 21 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ որ եղան այդքան զոհեր, երբ որ եղավ հանձնված Արցախ, պարզվում է Քաղցրաշենում ընտրական իրավունք ունի Սիրելի հայրենակիցներ, սա զարհուրելի բան է, 1048 ընտրող եւ պատերազմից հետո Արցախը հանձնելուց հետո, եռաբլուրը մեծացնելուց հետո ընտրական իրավունք ունեցող ընդամենը 1048 Քաղցրաշենի բնակիչներից 998-ը պատերազմից հետո նորից գնացել եւ ընտրել է Նիկոլ Փաշինյան եւ այո Քաղցրաշենցին ասում էր ես համարում եմ որ հիմա մեր ամբողջ տուն, տեղ, բերք, ամեն ինչ այս կարկուտը, սելավը ոչնչացրել է, դա ես չեմ ասում, դա ասում է ինձ դիմաց Քաղցրաշենցին, դա եռաբլուրի անեծքն է, որ 21 թվականին մենք տրորելով եռաբլուրը, անտեսելով 5000 եւ ավել զոհերին 98% Քաղցրաշենում նորից ձայն տվեցինք Նիկոլ Փաշինյանին, ինչ ասեմ, ես Քաղցրաշենցի ինձ զանգահարած քաղաքացու ասացին, որ ինքը ասեց, որ սա եռաբլուրի անեծքն է, այն որ ինչ որ մեր գլխին գալիս է, որ մեր ամբողջ բերքը ոչնչացվեց, սելավն էլ քշեց տարավ, սա ուրեմն Քաղցրաշենցու խոսքն է եռաբլուրի